Շնորհակալություն, արգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում, պարոն Պապոյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ ոլորտին առնչվող հարցով եւ կարծում եմ, որ այսօր կամ վաղը այն ինչի համար, որ գործուղվել է պարոն Պապոյանը, ինքը կհայտարարի ոլորտին առնչվող բավականին լավ լուր ունենք ձեզ հայտնելու։ 2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 958.8 միլիարդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ այն աճել է 1.6%-ով։ Նշեմ, որ բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455.6 միլիարդ դրամ, որը աճել է 0.9%-ով, իսկ անասնաբուծությունը շուրջ 503.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2.2%-ով։ Եթե մենք գյուղատնտեսական համախառն արտադրանքին ավելացնենք նաև ձկնաբուծությունը, ապա կարող ենք ասել, որ համախառն գյուղատնտեսական արտադրանքը կազմել է շուրջ 1 տրիլիոն 20 միլիարդ դրամ եւ ընդհանուր ոլորտում աճ է գրանցվել նախորդ տարի 1.9%-ով։ Այս ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը եւ միջոցառումները, ինչպես պարոն Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, գյուղատնտեսության 2024 թվականի հաստատված բյուջեն կազմել է 44.5 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն եղել է 41.9 միլիարդ դրամ, եւ ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97%, 40.7 միլիարդ դրամ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում են թվով 5 ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառում են 39 միջոցառումներ։ Ընդհանուր առմամբ կցանկանայի մի քանի ծրագրերի մասով ավելի մանրամասն ներկայացնել, մասնավորապես ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում հաստատվել է 2024 թվականին 1350 հեկտար այգեհինման հայտ եւ շուրջ 1660 հեկտար, դա ներառում է նաեւ այգեհիմնումը, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ։ Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի ավարտը այգեհիմման բաղադրիչով մենք արդեն գրանցել ենք 7730 հեկտար հայտ։ Եվ ծրագրերի մեկնարկից փաստացի հիմնվել է շուրջ 3270 հեկտար այգի։ Ծրագրերի շրջանակում 2024 թվականին պետական բյուջեից ծախսվել է 19 միլիարդ դրամ եւ կառավարությունը սահմանել էր թիրախ, որպեսզի յուրաքանչյուր տարի հիմնվի 1000 հեկտար այգի, փաստացի այդ թիրախը ապահովվում է եւ շարունակական է։ Մենք նաեւ իրականացրել ենք տնամերձ հողամասերում այգիների հիմնման եւ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աջակցության ծրագիր։ Այս ծրագրի շրջանակներում 2024 թվականի ընթացքում Բերքաբեր եւ Խաշտարակ բնակավայրերի 87 տնտեսության ընդհանուր 5.8 հեկտար տնամերձ այգիներում իրականացվել են այգեհիմման եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներ, որոնցից 95%-ը ֆինանսավորել է կառավարությունը, իսկ 5%-ը համայնքը։ Ընդհանուր առմամբ բյուջեից ծախսվել է 128.9 միլիոն դրամ։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 920 միավոր գյուղատնտեսական տեխնիկա։ Այդ թվում 242 միավոր տրակտոր, որոնց գծով լիզինգի գործարքների ընդհանուր հանրագումարը կազմել է 3.1 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ 2024 թվականին տրամադրվել է 879 միլիոն դրամի սուբսիդիա եւ պետք է նշեմ, որ ծրագրի մեկնարկից մինչեւ 2024 թվականի ավարտը այս ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 4071 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 1462-ը եղել են տրակտոր, 19 կոմբայն եւ ընդհանուր լիզինգի գումարը մինչ այսօր կազմում է լիզինգի պորտֆելը կազմում է 18.3 միլիարդ դրամ։ Այստեղ նույնպես ցանկանում եմ հիշեցնել, որ կառավարության ծրագրով թիրախ է սահմանվել տարեկան 500 միավորով թարմացնել տեխնիկայի հավաքակազմը եւ գրեթե կարելի է ասել, որ 2024 թվականին գրեթե կրկնապատկվել է։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 429 միավոր սարքավորում, որոնց մասով լիզինգի գործարքների հանրագումարը կազմել է շուրջ 5 միլիարդ դրամ։ Տրամադրվել է 3.4 միլիարդ դրամի սուբսիդիա եւ ծրագրի մեկնարկից մինչեւ 2024 թվականի ավարտը 3160 միավոր վերամշակվող սարքավորումներ են ձեռք բերվել։
Լիզինգի գումարը ընդհանուր առմամբ պորտֆելը կազմում է 47.2 միլիարդ դրամ եւ այստեղ նույնպես ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը սահմանել էր տարեկան 250 միավորով ագրոպարոնային սարքավորումների ձեռքբերում տրամադրումը եւ այս թիվը նույնպես 2024 թվականին գերակատարվել է։ Նաև 2024 թվականին բավականին հաջողությամբ մեկնարկել է ջերմատնային տնտեսությունների զարգացման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերը, որը որ 2024 թվականին 20 հեկտար ջերմատնային տնտեսության հիմնման պայմանագրեր են կնքվել։ Այն ուրախությամբ եմ նշում, որ 2025 թվականին բավականին մեծ ակտիվությամբ շարունակվում է։ Եվ կառավարությունը թիրախ է սահմանվել տարեկան 10 հեկտար ջերմատնային տնտեսությունների հիմնումը։ Հաստատվել եւ մեկնարկել է նաեւ 2024 թվականին սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը, որի համաձայն մինչև 2027 թվականի ավարտը սպանդանոցային տնտեսությունների կողմից ֆերմերային տնտեսություններից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ավելացած արժեքի հարկի 75%-ի չափով աջակցություն է տրամադրվում։ Հաստատվել եւ իրականացվել է բուսաբուծության աջակցության ծրագիրը, խոսքը վերաբերվում է բոլորին հայտնի է Գառնանացան ծրագրով, որի շրջանակում փաստացի իրականացվել է շուրջ 19197 հեկտար հացահատիկային, հատիկանդեղեն մշակաբույսերի եւ բազմամյա խոտաբույսերի ցանք։ Տրամադրվել է ընդհանուր 1.4 միլիարդ դրամի աջակցություն։ Գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրով հաստատվել է 214 հայտ, շուրջ 16.9 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, որի արդյունքում կնքվել է 8037 բերքի գնման պայմանագիր եւ տրամադրվել է 3.27 միլիարդ դրամի սուբսիդիա։ Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի ավարտը 1335 հայտ է հաստատվել եւ ընդհանուր պորտֆելը կազմել է 122 միլիարդ դրամ։ Ընդհանուր 75876 բերքի պայմանագիր է կնքվել։ Մթերվել է այս 2024 թվականին այս գործողությունների արդյունքում մթերվել է 67400 տոննա պտուղ բանջարեղեն եւ 165000 տոննա խաղող։ Խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով նաեւ ծրագրի շրջանակներում 4 ընկերությամբ տրամադրվել է շուրջ 3.1 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք։ Պետք է նշեմ նաև, որ կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 միլիոն դրամ ծավալով աջակցություն, որի արդյունքում արտահանվել է շուրջ 7.5 միլիոն լիտր, խոսքը վերաբերում է 100%-անոց կոնյակի սպիրտ։ Անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի աջակցության նպատակով իրականացվել է մեկ ավարտական ներդրում, որի շրջանակներում կապիտալ ծախսերի փոխհատուցում է իրականացվել 2.3 միլիարդ դրամ ծավալով, ընդհանուր ներդրման ծավալը, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարություն, կազմել է 12.4 միլիարդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում մենք ունենք 11 կնքված պայմանագիր եւ եթե այդ բոլոր պայմանագրերը ի կատարածվեն, ընդհանուր ներդրման գումարը ըստ պայմանագրերի կազմում է 82.42 միլիարդ դրամ։ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում եւ հաշվառումը շարունակվում է եւ այն շարունակական բնույթ է կրել նաեւ 2024 թվականին, որի շրջանակներում իրականացվել է 195400 խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում։ Ծրագիրը շարունակական է եւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ներբեռնված է 533961 գլուխ համարակալված խոշոր եղջերավոր կենդանի։ Մենք ունենք նաև խեցգետնաբուծության զարգացման ծրագիր, որտեղ 2024 թվականին տնտեսվարողների հետ կնքվել է մեկ պայմանագիր 18 տոննա արտադրական